Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանը օրերս ազգային ժողովի ամբիոնից բոլորիս վստահեցրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու եւ ընդհակառակը խաղաղություն է հաստատվելու։ Ըստ ձեզ որտեղից Փաշինյանին այս վստահությունը, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռետորաբանությունը եւ ամենօրյա դարձած կրակոցները առնվազն հակառակի մասին են վկայում։ Ես ձեր ասացին կլրացնեմ նաև Ադրբեջանի զինված ուժերի պարբերաբար անցկացվող զորավարժությունները։ Ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի ներքին զորավարժություններ են անցկացնում, բավականին չափ մեծ թվով, այլև այլ երկրների հետ համատեղ։ Հիմա հարց Ադրբեջանը զորավարժություններ անցկացնելով, անձնակազմի քանակը ավելացնելով, նորագույն զինտեխնիկա տարբեր երկրներից գնելով ինչի է պատրաստվում։ Այսինքն ով է Ադրբեջանի համար համարվում սպառնալիք։ Բնականաբար ըստ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պարբերաբար տրվող գնահատականները դա Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ պատերազմի հավանականությունը կա եւ ընդհանրապես ինչպես միշտ Փաշինյանը ասում է բաներ, որ իրականության չի համապատասխանում, եթե ավելի խիստ գնահատականներ չտա։ Իդեպ ժամանակին ողջավորված Արցախում ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, իսկ հիմա ասում է Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այնպես որ այդ մարդու ասածներին պետք չի լուրջ վերաբերել, այնքանում որքանով կարևորագույն հարցերի վերաբերել, երբ ինքը տալիս է գնահատականներ, կոնկրետ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից պատրաստվող Հայաստանի նկատմամբ ագրեսիա։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ միջազգային արդյոք համապատասխան պայմաններ կա իրավիճակ, որ Ադրբեջանը գործողություններ սկսի, որտեղ լայնածավալ ռազմական գործողության կամ պատերազմի դեպքում այս կամ այն չափով այդ գործողությունները ձեռնոցին են նաև Ռուսաստանի Դաշնությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, այնպես որ եթե այդ երկու պետությունները մասնակցեն ռազմական գործողությունների մի կողմից, ենթադրելի է, որ Իրանը կփորձի Հայաստանի սահմանը պահել, այսինքն ուղղակի թե անուղղակի Հայաստանի որպես դաշնակցի դերում է հանդես գալու, Ռուսաստան Դաշնությունն էլ 95 թվականին Հայաստանի հետ ունի կնքված միջպետական պայմանագիր ռազմական փոխօգնության եւ այստեղից դուրս է գալիս, որ եթե Ադրբեջանը սկսում է գործողություն եւ Ռուսաստանն ու Իրանը այս կամ այն ձևով մասնակցելու են այդ գործողությունների Հայաստանի կողմից, ապա Ադրբեջանը ունի գոնե ռազմական դաշնակից, դա Թուրքիան է, իսկ ոնց էլ Թուրքիան է մասնակցելու։ Այնպես որ Փաշինյանը թե որտեղից է վերցրել, հերթական այսպես ժողովրդին հանգստացնելու կամ իր ամբողջովին ձախողված քաղաքականությունը փորձում է մարդկանց հանգստության ֆոնի մեջ պահել, ասելով որ պատերազմ չլինի։ Իսկ նպատակը։ Գիտեք, ես կարծում եմ ինքը հիմա մի գործընթաց է սկսել, որտեղ իրականում պատերազմի սադրողը ոչ իրականացնող Ադրբեջանը, պատերազմի սադրող կոնկրետ Փաշինյան Նիկոլն է։ Այս սահմանադրության հետ կապված անկախության հռչակագրի հղում կատարելը։ Հիմա ակնհայտ է, որ դա Ադրբեջանն է պահանջում, անկախ նրանից, թե Փաշինյանը ասում է, որ դա մեր նախաձեռնությունն է, ակնհայտ սուտ է, որտեղ եթե այդպես էր, ապա բանիներ 2018-ից այդ գործընթացը աներ։ Ասում են անում էինք, հենց եկել ենք իշխանության, նախաձեռնել ենք սահմանադրության փոփոխություններ, պարբերաբար ընդգծել ենք, որ դրա կարիքը կար։ Դեռ առաջին հանձնաժողովն էլ 2020 թվականին էր ձևավորվել։ Անկախության հռչակագիրը հանել։ Սահմանադրական փոփոխությունների։ Որոնց սահմանադրական փոփոխություններ մի բան է, անկախության հռչակագրի հղում կատարելը, որը սահմանադրության հիմքն է, այսինքն այս սահմանադրությունը գրվել է այդ անկախության հռչակագրի մեջ նշված իրողությունների վրա, այդ թվում նաև Արցախի հետ կապված, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանության հետ կապված, այնպես որ իրենք ստում են կրկին անգամ, այսինքն սուտ է մարդկանց կենսագործունեության ամենակարևոր էլեմենտն է։ Եվ հետաբար եթե սահմանադրություն պետք է նոր սահմանադրություն գրվի եւ այդ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, սա նշանակում է, որ առնվազն Հայաստանի երրորդ հանրապետությունը կամ երկրորդ տարբեր գնահատականներ կան, դա լուծարվելու է, ստեղծելու է նոր պետություն, որտեղ հայեցակարգն է փոխում, չի կարող ունել առանց հայեցակարգի սահմանադրության գրում, որտեղ սահմանադրությունը հիմնական օրենքներն են, բայց հիմնական օրենքը հայեցակարգի վրա է, հա, ինչպիսի պետություն, հա։ Ասում այս հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ, պետություն չունենալու մասին է այս հռչակագիրը։ Դե ինքը հերթական անգամ ասեմ ավելի խիստ ասում, հիմարությունները դուրս տալիս եւ անկախության հռչակագիրը երբեք մեր սահմանադրության մեջ լինելով եւ որպես հիմք եւ որին հղում արվել է, երբևիցե միջազգային որևիցե կառույցի կողմից որևիցե պետության կողմից չի արժանացել
գնահատականի ըստ որի անկախության հռչակագիրը խանգարող գործոն է։ Վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Ազգերի կազմակերպության անդամ է։ 1945 թվականի Պոզդամի կոնֆերանսով որոշվեց ապագա կառուցվելիք աշխարհի անվտանգային ամենակարևորագույն բաղադրիչը, դա տարածքային ամբողջականությունն է, իդեպ ասեմ ձեզ։ Եթե մի երկրի համացան մեջ հավակնություն կա այլ պետության տարածքի նկատմամբ, ուրեմն հավակնությունով է տարածքը այս կամ այն ձևով բռնակցելու կամ ազատագրելու, եթե նման ձևակերպում լիներ մեր համացան մեջ, բնականաբար եւ ՄԱԿ-ը, եւ օրինակ Եվրախորհրդանը, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, միջազգային տարբեր կառույցներ, բնականաբար ի սկզբանե 91 թվականից սկսած նման վերաբերմունք կեցված կդրսևորեն։ Այսինքն աշխարհն անուղղակի կերպով Արցախը ճանաչել էր որպես Հայաստանի մաս, կարող ենք նման եզրահանգման գալ։ Իհարկե։ Չի եղել առ այսօր որևիցե միջազգային կառույց, որևիցե վերպետական կառույց, Հայաստանի Հանրապետությունը նաև Եվրասիական տնտեսական միության, Քաղաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, անկախ պետությունների համագործակցության, միջազգային տարբեր կառույցների անդամ է։ Եթե մեր համալսարանը հակասեր ընդհանուր խաղի կանոնների, ես նորից եմ կրկնում, իսկ ընդհանուր խաղի կանոնների անկյունակարը 1945-ի Պոտսդամից սկսած, դա պետությունների տարածքային ամբողջականությունն է, ապա Հայաստանի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ կլներ համապատասխան վերաբերմունք, այսինքն պահանջ, որպեսզի մեր համալսարան մեջ այդ հավակնությունները այլ պետության տարածքի նկատմամբ ուղղակի պետք է հանվեր։ Չի եղել նման բան։ Այստեղից հետևությունը, այնինչ հիմա Փաշինյանը անում է եւ փորձում է անել, այո, դա Ադրբեջանի ուղղակի եւ Թուրքիայի անուղղակի պահանջն է։ Իսկ իրենք ինչու են դա փորձում անել։ Մեծ հաշվով առանց հայեցակարգի նոր համացություն գրել, ինքը երրորդ հանրապետության կամ երկրորդ հանրապետության լուծարումն է տանում։ Եթե հանրակրվեի է դրվում, տեսեք, խնդիրը որն է, իսկապես շատ վտանգավոր վիճակ է, մեզ համար ստեղծվել։ Հանրակրվեի ժամանակ ընդ որում վերջերս Բայրամովն էլ ասաց, եթե Հայաստանը ուզում է մեզ հետ նորմալ հարաբերություն ունենալ, ուղղակի պահանջ է Ադրբեջանի, պետք է այդ տարածքային ըստ իրենց գնահատման տարածքային հավակնությունները վերացվի, իսկ վերացնի նշանակում անկախության հռչակագիրը հանել, այո, համացում դե հղում չան իրա վրա։ Հիմա եթե հանրակրվեով տարբերակ կա, ժողովուրդը այո է ասում, ապա առնվազն մեր ժողովուրդը ասում է, որ բոլոր միջազգային կառույցները, որի հետ հարաբերվել է Հայաստանը եւ որի անդամակցել է Հայաստանը, իրենք իրավիճակ լավ չեն գնահատել։ Իսկ աբսուրդի ժանրից է, հա։ Եվ դրանով իսկ փաստորեն կլուծարվի մեր պետությունը։ Եթե հանրակրվեով եւ որ խիստ հավանական է ասվի ոչ, ապա դա Ադրբեջանի ներկայիս իշխանություններին իրավունք է վերապահում Հայաստանի նկատմամբ սկսել ռազմական ագրեսիա հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հավասիկ ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետությունից Արցախի տեսքով եւ որը նշանակում է, որ այդ հավակնություններից ինքը չի կանգնում, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենք մի իրողություն են արձանագրում, ըստ որի ինչ որ իշխանություն, ինչ որ ժամանակ այդ հավակնությունը փորձելով կյանքի կոչել, այսինքն պատերազմել Ադրբեջանից ինչ որ տարածքներ։ Այսպես ասած ռևանշիստները գլուխ են բարձրացնում իրենց պարամետրով։ Եվ որակումը լինելու է, որ ռևանշիստը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Իսկ ինչ պետք է անենք այս իրավիճակում դա թույլ չտալու համար, քանի որ բավականին բարդ իրավիճակում ենք, ինչպես նշեցիք։ Գիտեք, Փաշինյանը այդ դեպքում տեսականորեն նայենք, եթե ժողովուրդը ոչ է ասում, ապա ռազմական գործողություններ են սկսում, հաշվի առնելով Ադրբեջանի զինված ուժերի պատրաստվածությունը եւ օրվա իշխանությունների դիլետանտ վիճակով մեր զինված ուժերի կորուստների վերականգնումը, որը չափելի է, չի, իսկ չափելիության մեկ հայտանիշ կա, դա զորավարժություններն են։ Չկա Հայաստան զորավարժություն չի անում, հա։ Եվ ինչ էլ որ այս վերջերս Իրան հետ արվեց, դա ես կարող եմ ենթադրել, որ Իրանի պահանջով էր այդտեղ ուղղակի դիվերսիոն հետախուզական խմբեր էին մտել Ադրբեջանի, հա։ Հայաստանի տարածք։ Այո, մեղրի ուղղությամբ կորուստներ են ունեցել, որտեղ զորավարժությունների նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ իրենց բանակում ականի պայթյուններից վիրավորներ կան։ Ամենայն հավանականությամբ այդ դիվերսիոն հետախուզական խմբերը մտել էին, խմբերից մեկը երևի թե ականապատ դաշտ եւ այդ վիրավորները իրենք ունեցին։ Դա մա Իրան շատ արագ արձագանքեց եւ այդ զորավարժությունները, որ անցկացվեցին Իրան հետ, կոնկրետ դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարող ստորաբաժանում են, այսինքն դա զրահատեխնիկայի հրետանու
օդուժի մասնակցությամբ զորավարժություն չէր, ակնհայտ էր, որ Եվ նախատեսված զորավարժություն չէր, ինչպես հասկացանք։ Վստահաբար այո, որտեղ նախատեսվածը վաղօրոք հայտարարում է միջազգային տարբեր կառույցներում, դա արձանագրվում է, նշվում է զորավարժության նպատակը, անցկացման վայրը, տեխնիկայի եւ զինանձնակազմի թվաքանակը եւ այդպես շարունակ։ Որպեսզի այլ պետություն, հարևան պետություն չարձանագրի, որ զորավարժությունների անվտանգ զինուժը կենտրոնացում է, որը կարող է նաև ագրեսիայի պատճառ լինել։ Իմաստը դա է նախորդ հայտարարել, այո։ Հիմա եթե արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ են ասում եւ ռազմական գործողություններով Հայաստանը պարտություն է կրում, Փաշինյանը գիտեք ինչ է։ Այս դեպքում ասում է, տեսեք ժողովուրդ, ես խաղաղություն եմ ուզում, դուք չցանկացաք, ահավասիկ, եւ այս պարտության պատասխանատուն եւ մեղավորը դուք եք։ Հերթական անգամ ժողովրդի վրա է բարթել։ Այո, եւ այս առումով կոնկրետ Փաշինյանը ինքը սադրում է պատերազմ։ Այ այս քայլով, երբ Ադրբեջանի պահանջը օրակարգային է դարձնում մեզ մոտ նոր սահմանություն գրելու, ինքն է սադրում։ Ադրբեջանը պատերազմի կողմ է, ռազմական գործողությունների կողմ է։ Իսկ սադրողը, որ Ադրբեջանն սկսել է, Փաշինյան Նիկոլն է։ Հարցի պատասխանը շատ պարզ է։ Օրակարգից պետք է հանվի նոր սահմանություն գրելու Ադրբեջանի պահանջը, որը մեզ չպետք է լինի անկախության հռչակագիր, իսկ որպեսզի դա լինի, ընդհանրապես Փաշինյանների վարչախմբով պետք է Հայաստանում իշխանություն չլինի։ Այդքան բան։ Պարոն Նահապետյան, այս օրերին լրանում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով ոչ մի միջոցառում չի կազմակերպվել։ Ինչով եք պայմանավորում այս իրողությունը եւ ինչ հետևություններ պետք է անեն մեր հայրենակիցները այս ամենից։ Ուրեմն 44 օրից հետո Հայաստանի անվտանգության որպես երաշխավոր կամ միջնորդ տանիք Փաշինյանը փորձեց փնտրել Միացյալ Նահանգներում։ Երբ Միացյալ Նահանգներում իշխանության ղեկին էին դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այսինքն խորհրդային պետություն, դիփ սթեյթի ներկայացուցիչները, հա, որը երկուսություն ունի, մեկ դեմոկրատներն են Միացյալ Նահանգների, մյուսը Բրիտանիայի կառավարությունը, այդ խորհրդային պետությունը դա է։ Շատ են գլոբալիստները, եւ սա պետք է այնքան ասել, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացին, երբ որ սա այս իրավիճակը ճիշտ է գնահատում, հետևությունները հետո մնացած շատ ավելի հեշտ են եւ չեն կարող ենթարկվել մանիպուլյացիաների, եթե անգամ փորձարվի էլի մանիպուլյացիայի։ Ես ինչու եմ սա պարբերաբար կրկնում։ Ուրեմն Փաշինյանի հույսը, որ Միացյալ Նահանգները ունենալով լուրջ լծակներ Թուրքիայի վրա, Ադրբեջանի վրա, առաջին հերթին Թուրքիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Միացյալ Նահանգները կփորձի պարտադրել Թուրքիային, որպեսզի վերջինս Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ իրականացնի մի քաղաքականություն, ըստ որի ալևը Հայաստանի նկատմամբ որևէ ռազմական ագրեսիա չանի։ Այսինքն Փաշինյանի հաշվարկը կառուցված էր դրա վրա։ Իսկ գինը ո՞րն էր Միացյալ Նահանգները, եթե համաձայնվեին նման քայլանել, խոսքս նախորդ վարչակազմի մասն է։ Գինը հետևյալն է, Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական ուղեցրից։ Շատ պարզ էր գինը։ Եվ ընդհանրապես հավաքական արևմուտքին հետ խորհրդային տարածքի բոլոր հանրապետությունները պետք է միայն մի բանով, որքանով հակառուսական եւ որքանով Ռուսաստանի հետ կապերը կտրել։ Կապ չունի դա ռազմական է, տնտեսական է, դիվանագիտական է, քաղաքական է, առավելագույն այդ երկրներում նաեւ հակառուսականությամբ պետք է գեներացվի, դեպ այդպիսի գեներացիայի մի արդյունք մենք տեսնում ենք Ուկրաինայում ինչ է կատարում, այո։ Ուրեմն Փաշինյանի հաշվարկը դա էր, որ ինքը Հայաստանում, հիշեք այդ օրերին, դեռևս որ Տրամպը չէր ընտրվել, հակառուսականությունը հասնում էր աստղերին։ Հիմա կարծես ռևերանսներ են սկսել։ Հիմա ինչու։ Հիմա քանը որ հակագլոբալիստ Տրամպը եկավ իշխանություն, ազգային էլիտան եւ ազգային կապիտալը Միացյալ Նահանգներում այսօր հակագլոբալիստներն են իշխանություն։ Փաշինյանը հասկացավ, որ առավելևս երբ ընտրությունների ժամանակ իր դեսպանին գործողել էր դեմոկրատների շտաբ։ Սա Տրամպի բնականաբար թիմը գիտի եւ Հայաստանը տառմով Փաշինյանի գնահատմամբ բոլոր կամուրջները այլեց ամենը։ Հետո Փաշինյանի հույսը եվրոպական երկրներն էին։ Եվրամիության հետ ինչպես Սիրախաղ եւ այդ Սիրախաղի դրսևորումից մեկը ԵՄ-ին անդամակցությունն է, այո։ Այո, օրինագիծը քննարկվում էր, ընդունվեց։ Ինչի համար, որպեսզի Եվրամիությունը չունենալով միացյալ բանակ զինված ուժեր, Եվրամիությունը իր լծակներով Թուրքիայի վրա ազդել, Ադրբեջանի վրա ազդել, որպեսզի վերջինս Հայաստանի նկատմամբ ագրեսիա չլիներ, եւ մեր տարածաշրջան կայուն խաղ երկարատև վիճակում մնար։ Փաստացի դուրս եկավ, որ այսօր եվրոպական երկրներ կամ Եվրամիությունը Բրիտանիայի ուղղորդմամբ է իրականացնում քաղաքականություն եւ ակնհայտ է օրինակ Բրիտանիայի քայլերի արդյունքում գլոբալիստ Շոլցին փոխարինեց Գերմանիայում գլոբալիստ Մերցը
Ֆրանսիայում գլոբալիստ եւ Ռոթշիլդների աշխատող Մակրոնն է, անգամ Բրիտանիան փորձում է չեզոքացնել բոլոր այն ուժերին, ովքեր կարող են գլոբալիստների իշխանությունից հեռացնել։ Օրինակ Ֆրանսիայում Մարին Լեպենի օրինակը կամ ասենք նույն Ռումինիայում ընտրված նախագահի ընտրությունները չեղարկել եւ այդպես շարունակ։ Եվ բնականաբար դա պիտի կոշտ հակազդեցություն ունենար առաջնահերթին Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի կողմից։ Եվ ահավասիկ այդ ճնշումների ձևը արտահայտվեց տարիֆներով։ Տարիֆները իրենք, որ Միացյալ Նահանգները եվրոպական երկրների վրա, ազդում են, դա պատժամիջոցներ, սանկցիաներ են։ Մաքսատուրքերի մասին է խոսքը։ Այո։ Եվ բնականաբար Եվրոպան ընկրկեց, առաջինը Բրիտանիան։ Եվ ավելին, երբ պարզվեց, որ Բրիտանիայում իրավական ակտ է ընդունվում, որտեղ իգական սեռը դա ծնունդով է որոշում։ Պարզեց չէ, այսինքն ռևերանսներ է անում Տրամպի, որ ձեր մոտ, քանի որ երկու սեռը երրորդը չկա, մենք էլ ենք այդպես, կարծում։ Եվ քանի որ տարիֆային քաղաքականություն իրականացնելով կամ պատժամիջոցներ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի նորընտիր վարչակազմը նախագահ իրականացրեց, Եվրոպան եւս հետ քայլ արեց եւ դրա լավագույն ցուցիչը, երբ Տրամփ ասեց 90 օրով տարիֆային, այսպես ասած, քաղաքականությունը ինքը հետաձգում է։ Իսկ ինքը հասկացավ Եվրոպան իդեմս Բրիտանիայի, Եվրամիությունն ինքը հանձնվել է։ Ընդ որում ասեմ ձեզ, երբ ԱՄՆ-ի ներկայացուցիչը Լոնդոնում այսօր պետք է հանդիպում լիներ չգնաց, Մարկ Ռուբիոն պետք հարտուղարը, ասում են Զելենսկու հայտարարության պատճառով։ Այդպես չի։ Կոնկրետ հստակ քաղաքականություն կա ԱՄՆ-ի կողմից եւ Տրամփի ուժը գիտեք նաեւ ինչու մեջ է, որ նա այն ինչ որ փորձում է անել, ինքը դրա մասին նախորդ բարձրաձայնում է։ Իսկ դիմացինին հոգեբանական եւ առարկական ճնշման ենթարկելով դիմացին ասում առանց պատերազմի դու հանձնվի։ Հիմա հասկանալի է, որ Եվրոպան հետ քայլ է արել եւ Եվրոպան այն երաշխավորը չի, որի վրա, ինչպես ասում են, խաղադրույք էր արել Փաշինյանը։ Պարզ է, այսինքն այստեղ առանձնապես բարդ չի ավելությունը։ Եվ Փաշինյանի համար մնում էր մի այլընտրանք՝ Թուրքիան։ Ահավասիկ Փաշինյանի բոլոր քայլերը, որը նա փորձում է իրականացնել, Թուրքիայի ազգային պետական շահերը սպասարկելու մեջ առաջին հերթին ցեղասպանությունից հրաժարվում է։ Այսինքն թուրքական կողմից իրաշահում են այս ամենով միջոցառումներ չկազմակերպելով։ Այո, վստահաբար սա նաև Փաշինյանն է անում, ինչի համար ակնկալելով, որ նույն Էրդողանը Ալիևի վրա որոշակի ճնշումներ կօգտագործի եւ պատերազմ չի լինի։ Բայց Թուրքիան եւս ունի նախապայմաններ, չէ՞, նվազագույնը երկու նախապայման, առաջինը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն ստեղծման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կատարի Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները։ Սա առաջին, երկրորդ արդեն իր շահերից ելնելով ուղղակի ցեղասպանությունից հրաժարումն է։ Եվ որի վերաբերյալ Թուրքիան երբեք չէր թաքցրել, հա։ Եվ Հայաստանում սկսեց օրակարգ մտնել Փաշինյանի քաղաքական խմբակի հետ փոխկապակցած որոշ այսպես կոչված կուսակցությունների ղեկավարներ, զանգվածային լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորում են իշխանությունների կամ միջնորդավորված ֆինանսական կենտրոնների կողմից, նրանք սկսեցին ցեղասպանության դեմ խոսել, ինչ որ հիմա մենք տեսնում ենք, սա Թուրքիային հաջողեցվածն է, ակնկալելով, Փաշինյանը ակնկալում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանի վրա ճնշումներ օգտագործել, որպեսզի Ադրբեջանը մեր դեմ ռազմական գործողություն չանի։ Սա պարզամիտ մոտեցում է եւ հավասիկ սա եւս արդեն իսկ տապալված է, որովհետեւ Ադրբեջանը այնուամենայնիվ որքան էլ Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակից է, ինքը իր ինքնուրույն քաղաքականությունն իրականացնում, մասնապես օրինակ Չինաստանի հետ հարաբերություններ, միջին միջանցքի հետ կապված, հա, չինական ապրանքները հարավային Կովկասով դեպի Լոնդոն տեղափոխելը։ Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որը Ադրբեջանին գործոնի դարձրեց, վերածեց մեր տարածաշրջանը։ Եվ այս առումով փաստացի վտանգը պատերազմ լինելու հավանականությունը կա, ընդհանրապես Ալիևը սպասում է հարմար պահի։ Այստեղ պահի խնդիրն է, էլի։ Ասենք պահերից մեկ կարող է լինել, որ Ռուսաստանի գլուխը շատ խառն է, զբաղված ասենք Ուկրաինայով, կամ Իրանի հետ կապված Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ճնշումը այնքան է մեծանում, որտեղ Ադրբեջանի դերը շատ է բարձրանում։ Եվ ինքը Իրանի դեմ ռազմական գործողությունների եւ մասնակցում իր տարածքը տալով, հա, հետախուզական տվյալներ եւ այլն, Հայաստանից վերցնելով այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, որը հնարավորություն կտա այդ տարածքով դեպի Ադրբեջան ցամաքային աբեկչական խմբավորումներ, հա, տեղափոխել ցամաքով։ Այսինքն Ալիևը նաև դրան է սպասում, կարող է այդպիսի տարբերակ լինի, իր արժեքը բարձրանում, ինքը գին է ուզել Միացյալ Նահանգներից, դա ինչ որ տարածքներ Հայաստանից օկուպացնել։
Այս պահին դեռ չունի այդ կոնսենսուսը կարծես Դեռ թե։ չկա, բայց նորից եմ ասում, Ադրբեջանի նախագահը պատրաստ է եւ այդ զորավարժությունները հենց դրա մասն է խոսում։ Այստեղ մնում է հետեւյալը. Փաշինյանը որ պահին որ հասկացավ, որ Թուրքիան եւս երաշխավոր չի, իսկ փաստացի ինքը ոնց որ թե այս կամ այն ձևով հասկանում է, ինչի համար, որտեվ ժամանակին Պետդումայի դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի հասցեին ավել պակաս խոսացող Ալեն Սիմոնյանը, երբ գնաց Սանտ Պետերբուրգ միջոցառման օրերս իր գոհունակությունը հայտնեց եւ այսպես քծնանքի մեծ դոզայով դիմելով Տիկին Մատվիենկոյին, երբ որ դրանից առաջ ընդհանուր վիրավորական արտահայտություններ էր անում, հա։ Ամառն էլ սպասում են նրան Հայաստանում։ Այո, սա ինչի, այսինքն Փաշինյանը հասկանում է, որ չէ, Թուրքիան էլ երաշխավոր չի եւ մեր նկատմամբ այդ ռազմական գործողությունների վտանգը ոչ թե վերացել է, այլ գնալով աճում է, հա։ Եվ բարձե հիմա իրենք մտածում են, որ միգուցե վերադառնան իր շրջանցյուր, այսինքն դեպի Ռուսաստան, որի հետ ունենք մենք ռազմական պայմանագրեր, հավաքական անվտանգության պայմանագրի հետ կապված աշխատանքների Փաշինյանի կողմից տորպեդահարում, սառեցում չէր, կոնկրետ տորպեդահարում է եւ այլն։ Եթե իր միակ այլընտրանքը մնաց Ռուսաստան, միգուցե դա է երաշխիք լինելու, որ վերադառնան նաև այն առաջարկների կատարմանը, որը մասնավորապես բարձրաձայնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ասելով, որ առաջին, քանի դեռ դելիմիտացիա դեմարկացիա չի արվել, Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում ճիշտ կլինի, որ լինեն հապկի խաղապարներ եւ դիտորդներ։ Սա առաջին։ Որը դեռ 22 թվականին էր ռուսական կողմը առաջարկել։ Այո, երկրորդ, քանի դեռ 4 երրակողմ հայտարարություններ առաջնորդի նոյեմբերի 20 թվականի երրակողմի կետերը չեն կատարվել եւ ընդհանրապես դրանից հետո եւս 3 երրակողմ ա եղել, ապա որից է խաղաղության պայմանագիր պետք չի կնքել։ Սա Ռուսաստանի կեցվածն է, հա։ Եթե Փաշինյանը այլընտրանք չունենալով վերադառնա, ինչպես ասում են, ելման կետ, այդ ժամանակ դեռ հարց է Ռուսաստանի ներկայ իշխանությունները կցանկանան Փաշինյանին տեսնել իշխանության ղեկին թե չէ։ Այսինքն բացառապես եթե նույնիսկ վերադառնա ոչ թե մեր երկրի դեմ պատերազմն է կանխելու, այլ փորձելու է իր վերարտադրության խնդիրը լուծել։ Այո, որովհետև եթե ինքը խնդիր ուներ մեր անվտանգությունը 44 օրից հետո բավարար չափով դարձնել, որ Ալիևի մտքովից չանցներ, որ Հայաստան նկատմամբ ռազմական գործողություններ սկսեր Ադրբեջանը, ապա առնվազն իմ նշած երկու կետ ինքը կաներ, դրան գումարած 102 ռազմաբազայի 17 մարտական հենակետերը հայ-ադրբեջանական շփման գծից չեր հանի, իսկ 17 հենակետ է ինքը հանել, խնդրելով Ռուսաստանի Դաշնության նախագահին, եթե հիշում եք, պատերազմի օրոք էին տեղակայվել։ Իհարկե, եւ իր խնդրանքով։ Հետո հիմա ինքը հանել է։ Այսինքն Ալիևի առաջ դյուրին կերպով մեր տարածքները գրավելու հնարավորություն է բացել։ Հետաբար ռուսներին պետք չի նման երկակի ստանդարտներով ռուսների հանդեպ քաղաքականություն իրականացնել, իրանք հրաշալի հասկանում են։ Եթե մենք ենք այստեղ բաց աղբյուրներով իրազեկ իրավիճակ բավական ռեալ գնահատում, ռուսական հատուկ ծառայությունով իրավիճակը շատ ավելի լավ են տիրապետում։ Իհարկե իրանք գիտեն։ Այսինքն հակված եք կարծել Փաշինյանին չի հաջողվի Մոսկվային համոզել առնվազն իր վերարտադրության հարցում աջակցելուն։ Ես կարծում եմ, եթե լավագույն դեպքում ինքը Մոսկվային խնդրի, ինքը պետք է խնդրի մի բան, որ վերադառնում է շրջանից յուր գինը, որպեսզի իր նկատմամբ չլինի քաղաքական եւ քրեական հետապնդում։ Անվտանգության երաշխիքներ։ Այո, ոչ թե իշխանության մնալ, այլ այդ երաշխիքներ, այսինքն գինը իր իշխանությունից հեռանալու եւ մեր մոտ նորմալ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանությունը, որը իր խորքում տիլնի հակագլոբալիստ, չեմ ասում հակաարեմեցյան, բայց հակագլոբալիստ։ Պահպանողական։ Այսինքն մի իշխանություն, որը եւ Միացյալ Նահանգների հարաբերություններ, հա, իրականացնի հակագլոբալիստ Տրամփի վարչակազմի եւ Ռուսաստան Դաշնության, բայց ամենակարևորը, որ մեր տարածաշրջանում հարցերը լուծեն 3 գումարած 3 ձևաչափը, որի պարբերաբար բարձրաձայնել է եւ Ռուսաստանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եթե դրանը գումարենք, որ Հայաստանի նոր իշխանությունների մարտավարությունը պետք է լինի, որ միավորներին վերպետական դաշնակցել կամ անդամակցել, կարծում դա BRICS-ը պետք է լինի։ Այս սա կոնկրետ մեսիջներ են, կոնկրետ եւ Ռուսաստանին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Եվ որի արդյունքում, եթե Փաշինյանի իշխանությունը ուղղակի խոնարհաբար հանձնում է, կռիվ չի տալիս, ապօրինություններ չի անում, արյուն չի թափում, ձերբակալություններ չի անում, ես կարծում եմ, որ դա կլինի միգուցե երաշխիք, որ ինքը եւ իր մերձավոր շրջապատը, այսպես ասենք, անպատիժ կերպով ժամանակապես կեռանա, բայց ցանկացած նոր իշխանություն
հիշողության կորստով չի տառապելու, մենք հրաշալի հասկանում ենք, հիշում ենք եւ յուրաքանչյուր անձ կապ չունի ինչ պաշտոն է զբաղեցել, դի պատասխան տա իր կատարած արարքները, եթե քրեական օրենսգիրքը իրենց դուրը բախում է։ Պարոն Նահապետյան, օրեր առաջ բողոքի ակցիա էր կազմակերպվել Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, որի մասնակիցները պահանջում էին վերադարձնել Արցախից թալանվածն ու բացահայտել գործի դրված կոռուպցիոն սխեմաները։ Որքանով էր այս ակցիան հասկանալի ձեզ համար եւ արդյոք սա սոցիալական հիմքի վրա տեղի ունեցած գործողություններ, թե ակնհայտ ուղղորդում կար այստեղ։ Հաշվի առնելով թե ովքեր են այդ տենց երևացող դեմքերը, նրանք էին, ովքեր Արցախում ռուսական Իվանյանում տեղակայված խաղապարների զորակազմի վրա ժողովուրդ էին տանում։ Այդ անձինք էին։ Ամենք հրաշալի գիտենք եւ այդ անձինք այս ժամանակ չէին բարձրաձայնում, թե Արայիկ Հարությունյան եւ մյուսներին չեք թալանել, այդ թալանը հետ բերեք։ Նրանք կատարում էին հանձնարարականներ։ Այստեղ պատվերը ակնհայտ է, պատվերը իշխանություններից է։ Հայաստանի։ Վստահաբար այո։ Ինչու՞։ Որտեղ իշխանությունները ինքը փորձում է ստեղծել նախ տեղեկատվական առումով մի վիճակ եւ ստեղծել գործիքակազմ, որը ճնշման գործիք կարող է լինել Հայաստանում ապրող աշխատող եւ դեռևս ստատուս ունեցող Արցախի իշխանությունների նկատմամբ խոսքս նախագահ օրենսդիր մարմնի մասն են, գոնե այս երկու օղակն է, այսինքն դրանց վրա ճնշում իրականացնելու նպատակ ունի, որտեվ ինչու այս պահին նման ուրեմն իշխանությունը որոշում կայացրեց, որտեվ եթե հիշում եք, հասարակական մի շարք կազմակերպություններ Ազատության հրապարակում վրան էին դրել եւ այնտեղ բական ակտիվ հանդիպումներ, քննարկումներ, այսինքն կարող էր ինքը Արցախի հետ կապված եւ վերադարձի իրավունքի եւ իրենց սոցիալական իրավունքների հետ կապված Հայաստանում քաղաքական որոշակի process-ներ սկսել։ Այ որպեսզի այդ process-ները կասեցնի, հա, նախ հրապարակ ուղարկեց այսպես բականին քաղաքական առումով անհասկանալի անձանց, որոնք այնտեղ փորձեցին եւս վրան խփել, ինչ որ միտինգներ էին անում, այսինքն Ազատության հրապարակը վերցնելու խնդիր զուգահեռաբար եւ այդ անձանց փողոց հանել եւ պատական չէր Արցախի ներկայացության դեմ, նախագահի դեմ, հա, օրենսդիր մարմնի դեմ եւ բու նպատակը իրենց վրա լծակ ունենալ քարոզչական դաշտում եւ միգուցե նաեւ գործիքակազմում, որ ինչպես ասում են Արցախից եկած մեր հայրենակիցները եւ իրենց իրավական առումով գոյություն ունեցող պետական կառույցները շատ ավելի հանգիստ լինեն եւ կեցված չդրսևորեն Հայաստանի օրվա իշխանությունների նկատմամբ։ Այդ ակցիայի իմաստը էր։ Այսինքն բացառապես իրենց իշխանությունը համար խնդիրներ չստեղծեն։ Այո, այո։ Ну եթե այսպես հակիրճ ձևակերպենք, այո, իրենց համար խնդիրներ չստեղծեն։ Եվ պարոն Նահապետյան, բրիտանական Financial Times-ը երեկ գրել էր, որ Ռուսաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայում պատերազմը ներկայիս շփման գծի երկայնքով դադարեցնել, հրաժարվելով 4 շրջանների այն մասի նկատմամբ հավակնություններից, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայի վերահսկողության ներքո։ Որքանով է այս տեղեկությունը արժանահավատ ձեզ համար ու ինչի մասին է վկայում այն, հաշվի առնելով, որ սա բրիտանական աղբյուրն է տարածում։ Ասեմ ձեզ, եթե Տրամպը կարողանար իր երկրի քաղաքացիներին համոզել, որ Ուկրաինան ամբողջությամբ այնպես ինչպես կա, պիտի տրվի Ռուսաստանին եւ սկզբունքորեն ինքը անգամ դեմ չի, որ այդ տարածքը մտնի Ռուսաստանի կազմի մեջ որպես սուբյեկտ, Տրամպը դեմ չէ սրան։ Ոչ միայն դեմ չէ, ինքը նաեւ կողմ է դրան, բայց ինքը խնդիր կունենա իր երկրում, որտեվ ասելու են դեմոկրատները դա բնականաբար կօգտագործեն, ասել են դու հաստատ Ուկրաինայում կռվի կանգնեցնելու փոխարեն կապիտուլացվել ես Ռուսաստանն ու ամբողջ Ուկրաինան հանձնել ես։ Եվ հետաբար այս բոլոր բանակցությունները Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների խնդիրը գտնել այն լուծումները, որը Միացյալ Նահանգներում այդ երկրի քաղաքացիների գնահատմամբ Տրամպը չի պարտվել որոշակի ուրեմն Ռուսաստան զիջումն անելուց։ Եվ նույն խնդիրը իդեպ Ռուսաստանի ղեկավարության առաջ է։ Իրենք էլ պիտի կարողանան այնպիսի ոսկե միջինը գտնել, որ իր երկրում այսքան զոհերից, կորուստներից հետո Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ իր երկրի քաղաքացիները չգնահատեն, որ Ռուսաստանի ղեկավարությունը պարտվել է պատերազմում։ Սա շատ կարևոր առայց, որ միլիոնից ավել մարդ այդ ռազմական գործողությունների թաթերաբեմով անցել է։ Այսինքն դրանք բավականին մոտիվացված են, հա։ Իհարկե Պրիգոժինը ժամանակին ուղղորդվեց, հա, իրեն ուղղորդել են, բայց հիմա եթե այնուամենայնիվ Ռուսաստանը
իր սկզբունքները Ռուսաստան Դաշնության նախագահը 22 փետրվարի 22-ին է ասել, մասնապես ՆԱՏՕ-ի հեռանալը 97 թվի սահմաններին, մասնապես պատժամիջոցների հանելը Ռուսաստանի նկատմամբ, մի շարք բնակարար, որոնք Ռուսաստանի Պետդումայով արդեն Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ են, դրանց ամրագրումը, ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է բացի Ղրիմ եւ այն 4 շրջանները, որոնք Դումայով արդեն Ռուսաստանի սուբյեկտ են, եւս 4 շրջան։ Խանգարողով է լինելու։ Օրինակ Տրամպը կարող է, ասենք, երեք հայտարարվեց, որ եթե մի շաբաթվա ընթացքում Ուկրաինայում կրակի դադարեցման խնդիրը չի լուծվում, իրենք կարող է եւ դուրս գան, հա, այսպես ասենք, միջնորդի դերակատարումից։ Հասկանալ է, որ արդեն միջնորդ մնում է Բրիտանիան եւ Եվրամիության երկրներ, կոնկրետ 3 պետության մասն է խոսքը Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա, ապա թող իրենք բայ լինեն, կարգավորեն։ Եվ պատահական չէ, որ 2 օր առաջ Ռուսաստանը արտահոսք կառավարական օղակներ թողեցին, թե արեշնիկը որտեղ կարող են օգտագործել, իհարկե չնշելով կոնկրետ թիրախների անվանումները, բայց որակումները տվեցին, ասենք նավահանգիստներ, որոշումների կայացման կենտրոններ, էներգետիկ կենտրոններ, երկաթուղային կայաններ եւ այդպես շարունակ։ Արեշնիկի դեմ, ինչպես ասում են, խաղ չկա։ Եվ եթե Միացյալ Նահանգները հետ քայլ է անում որպես միջնորդ, ապա Ռուսաստանի զինված ուժերը արդեն որոշում են կայացնում ոչ թե քաղաքական ղեկավարության որոշումներով առաջնորդվելով օրական ասենք 100 մետր առաջ գնալ կամ 150 մետր, այլ այնքան որքանով իրենք կարող են։ Իսկ իրենք շատ կարող են։ Մասին է խոսքը, նոր 4 շրջաններ։ Այո, 4 շրջանները կոնկրետ Սևծովից Ուկրաինան պիտի կտրվի, դա Օդեսայի եւ Նիկոլաևի մարզերն են, իսկ Օդեսան ստրատեգիական է Ռուսաստանի համար, որը իր բնույթով ռուսական քաղաք է, այսպես ասենք, բայց խնդիրը դա չէ։ Օդեսան ռուսական դարձնել նշանակում է 250,000-ից մոլդավական Մեծ Դնեստրյան հանրապետությանը ցամաքային կապ ունենալ, որը հիմա անկլավի վիճակում է, էլի, եւ Մոլդավիայի իշխանությունները ամեն ինչ անում են, որ ճնշումները մեծացնեն եւ այնտեղ կարող են սադրանքներ լինել։ Եթե Օդեսան վերցնում են, նշանակում է Ռուսաստանի հետ արդեն ցամաքային կապ է լինում, թեման փակվում է, հա։ Նիկոլաև մարզը եւս Սևծովի Արաբնյա մարզը, հաջորդ Խարկով եւ Սումը։ Սա այն նվազագույնը ըստ իս, որը Ռուսաստանը միգուցե դա որպես բուֆերային գոտի, հա, վերցնի։ Բայց այդտեղ Ուկրաինայի զինված ուժերը եւ Ուկրաինայի իշխանությունները չպետք է լինեն, բարձ ասեմ։ Կարող է այդտեղ հարակվել լինի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ընտրվեն, բայց որը Ռուսաստանի հետ առանցին կարող է պայմանագրեր, հա, կնքել։ Սա այն նվազագույնը, որ Ռուսաստանը վերցնելու է։ Հիմա խնդիրը նա է, թե Միացյալ Նահանգները եւ իր ղեկավարությունը իր ժողովրդին քաղաքացիներին ԱՄՆ-ի ինչպես ներկայացնի այս զիջումները։ Ասենք ես կարծում Միացյալ Նահանգների նախագահը կարող է ասել, որ գիտեք եվրոպական երկրները ամեն ինչ արեցին, որ ռուսական զինուժը ամբողջ Ուկրաինան դյուրին կերպով կարող էր վերցնել, հավասար եթե արեշնիկի օգտագործումը լինի զանգվածաբար, պատկերացնեք ինչ խոճապ է, հա, առաջանալու։ Եվ ԱՄՆ նախագահը կարող է ժողովրդին ասել, ես հասա նրան, որ ամբողջ Ուկրաինան չվերցեց Ռուսաստան, այլ մի մասը։ Այսինքն ես չեմ պարտվել ես հաղթել, որտեղ վտանգը ամբողջ Ուկրաինան վերցնել են։ Իսկ Ռուսաստանն էլ իր ժողովրդին, Ռուսաստանի ղեկավարությունը ասել է, ես ինձ համար ստրատեգիական կարևոր տարածքներն են վերցրել, որը ցարական Ռուսաստանի մաս է եղել, երբեք Ուկրաինա չի եղել, այսինքն ինչի մասին, որ այսօր հավակնում է Ռուսաստանն, դա երբեք Ուկրաինա չի եղել, պատժամիջոցներն է հանվում, ՆԱՏՕ-ն հեռանում է 97-ի, այսինքն արևելյան Եվրոպայի սահմանից դուրս է գալիս, հա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխիա, գնում են դեպի եւ ամենակարևորը Ռուսաստան նախագահի ժողովրդին ասում է Ուկրաինան պետք է լինի նոր ընտրություններ եւ ամենայն հավանականությամբ նոր ընտրություններով հաղթելու են քաղաքական ուժեր եւ անհատներ, որոնք Ռուսաստանի հետ բարի դրացական հարաբերություններ են ստեղծելու։ Այսինքն դա էլ դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիան է, այո, այսինքն ուկրաինական բանակ որպես այդպեսին չի լինելու։ Սա Ուկրաինայի համար լավագույն տարբերակն է, որտեղ եթե Ռուսաստանը արեշնիկ սկսեց օգտագործել, այդ երկիրը մեծ հաշվով միջնադար է իջնելու, որտեղ ամեն ինչ ավերվելու է։ Եվ ով ասում, որ որևէ պետություն ներդրում կանի, այդ թվում նաև Ռուսաստան-Ուկրաինայում, որ այն արդյունաբերական հսկան, որ կար որպես Ուկրաինան պետություն, ինքը վերականգնվի։ Լավագույն դեպքում Ուկրաինան կարող է լինել գյուղնշանակության, գյուղմթերք արտադրող երկիր։ Այսինքն դուք անիրատեսական եք համարում, որ այս գործող շփման գծով ռազմական գործողությունները դադարեցվեն, որի արտահոսքը արել էր Financial Times-ը։
այդ իրենց ցանկություններն են անում։ Խաղապահներ, երեք ստարմերին լսեցի ինչ որ զինված ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք որպես խաղապահներ կարող են գնալ եւ այլն։ Եկեք այսպես գնահատենք, ինչ է ուզում Միացյալ Նահանգները։ Ինքը ուզում է իր համար ստրատեգիական խնդիր հանդիսացող, խնդրեմ հանդիսացող Չինաստանի տնտեսությանը ծնկի բերել։ Իր խնդիրը դա է։ Տեսեք, այո, պատժամիջոցները, հա, դրա մասին իհարկե մենք տարիներ առաջ ենք ասել, այս վերջերս ենք ասել եւ հիմա էլ փաստում ենք այն ինչ որ ԱՄՆ նախագահն ասում, բայց Չինաստանը չընկրկեց, Եվրոպան ընկրկեց, չէ՞, տարիֆային պատերազմից, հա։ Եվ հիմա Միացյալ Նահանգները փորձում է բանակցային ձևաչափով Չինաստանի հետ հարաբերություններ ստեղծել, բայց որը ժամանակավորապես լինել։ Միևնույն է Չինաստանի տնտեսությունը ԱՄՆ-ի համար խնդրահարություն։ Այնպես Միացյալ Նահանգները համակերպվեցին Ռուսաստանի ռազմական հզորության հետ եւ աշխարհի ազդեցության ոլորտները վերաբաժանում երկուսով են անում, որպես ռազմական գերտերություն, երկու գերտերություն։ Տնտեսական առումով գերտերություն է Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Հիմա Միացյալ Նահանգները որպեսզի աշխարհում դառնա միակ գերտերություն, իրան պետք է Չինաստանի տնտեսություն ծնկի բերել։ Բանակցությունները չի լինելու։ Լինելու է մի ձև, կարճ ճանապարհ է, եթե Միացյալ Նահանգները կարողացան մերձավոր արևելյան երկրներ, առաջիններն Իրանի Իսլամական Հանրապետության նավթային ռեսուրսների վրա ունենալ արդյունահանման եւ տեղափոխման հսկողություն կամ վերահսկողություն, ակցիաներ, այսպես ասենք, հա։ Սա նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը հիմնական հոսանք արտադրող աղբյուրը դա նավթն է, ոչ այդքան գազը, ոչ էլ ատոմակայանը, նավթն է։ Եթե Միացյալ Նահանգները մերձարևելյան հիմնականում արաբական երկրների եւ Իրանի վրա այդ հսկողություն ունենալու է, նշանակում է, որ նավթի գների ուրեմն տատանումներով կամ քանակ Չինաստանին տրվող քանակի պակասեցնելով Չինաստանի տնտեսությունը իսկապես շատ արագ կարող է ծնկի բերել։ Հավասիկ Միացյալ Նահանգների խնդիրը դա է, իսկ ինչ է ցանկանում կոնկրետ Բրիտանիան, Եվրամիությունը, հա, այսպես ասենք, այսօր Եվրամիությունը Բրիտանիայի տակ է։ Նա ցանկանում է շատ բարձ բան, պատերազմը Ուկրաինայում ամեն գնով, այդ թվում 14-15 տարեկան ուրեմն պատանների մարտի դաշտ տանելով, որում նման խոսակցություններ Ուկրաինայում ակնհայտ հիմական են 18 արդեն ինչի՞ է 14-15, հա։ Ինչը վերջին ուկրաինացին է, այսպես ասած։ ասած։ Ինչու, որովհետև եթե մի տարի պատերազմը այնտեղ շարունակվեց եւ Տրամպը չկարողացավ կասեցնել, ռուսական զենքը եւս չկարողացավ կասեցնել, որին ես խիստ թերահավատ եմ, որովհետև միջուկային տերության հնարավոր չի հաղթել, սա ակսիոմ է։ Բրիտանիան հաշվել է, եթե այդպես լինի, ապա 1.5 տարի հետո Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականները վստահաբար պարտվել են, որովհետև Տրամպը իր թիմ 1 խոստումը Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու չկարողացավ կատարել, որը կարող է երաշխիք լինել եւս 2 տարի հետո ԱՄՆ նախագահական նոր ընտրություններում հանրապետական կուսակցության տեխնացուի պարտության։ Այ Բրիտանիայի քայլերի ամբողջ տրամաբանությունը սա է։ Միացյալ Նահանգներն իսպարզ ասեցի, որն է Ռուսաստանը իհարկե հարաբերությունը չի փչացնի Չինաստանի հետ, թեև Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ Ռուսաստանի վրայից հանել, առավել բարեկամական, տնտեսական առումով լուրջ հարաբերություններ ունենալ, բայց Ռուսաստանը աշխարհը տեսնում է մի ձևով Տրամպի Ամերիկան, այլ ձևով Տրամպի Ամերիկան հետևյալն է, պետք է լինի մեկ գերտերություն, ոչ թե վերպետական տրանսնացիոնալ կորպորացիան Deep State կառավարությունը, այլ Ամերիկա պետությունը։ Ռուսաստանը ինքը տեսնում է աշխարհը բազմաբևեռ եւ BRICS-ի նախաձեռնման բուն նպատակը սա է, այսինքն բոլոր պետությունները պետք է ունենան ոչ թե մեկին ենթարկվելու, այլ մյուսների հետ հարաբերվելու, իրաց ազգային պետական շահերը կլինի մրցակցություն, կլինեն հակառակորդներ, բայց չի լինի ասող մեկը, որը բոլորին պետք է իշխի։ Ժամանակին դա գլոբալիստներն են, հիմա Տրամպն է հավաքում դրան, իսկ Ռուսաստանը կարծում եմ BRICS-ով ինքը բազմաբևեռ աշխարհ է ստեղծելու եւ Հայաստանի ապագան այդ բազմաբևեռ աշխարհն է, առանց որ Հայաստանը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այդ միության անդամ երկրներից որից մեկի հետ ցամաքային սահման չունի, սա փաստ է։ Իսկ որ Հայաստանը դառնում է BRICS-ի գործընկեր եւ ոչ որոշում կայացնող, մենք առնվազն որոշում կայացնող պետություններից մեկի հետ ուղղակի ցամաքային սահման ենք ունենալ։ Դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մեր համար շատ կարեւոր է եւ ստրատեգիական է։ Դրանից փոխարտոնություններով բազմաթիվ եւ անվտանգային եւ տնտեսական եւ կոմունիկացիոն եւ էներգակիր նաեւ մեր ինքնիշխանությունն է բարձրանալու։ Դու դառնում ես BRICS-ի անդամ, քո մի հարևանը BRICS-ի որոշում կայացնող անդամներից մեկն է, սա նշանակում է, որ Իրանի միջոցով պատական չէ, գիտեք, ասենք, երբ հանձնվում է 20 թվականին եւ 21-ին Գորիս Կապան ճակատենի 21 կիլոմետր, սա պատական չէ։ Այսինքն նրանք ովքեր որ այդ ժամանակ պլանավորել են, որպեսզի Ռուսաստանը Իրանի հետ
չունենա որևիցե ցամաքային սահման եւ դա պետք է անցնի թուրքական աշխարհով եւ այդ թուրքական աշխարհը ենթարկելի է Բրիտանիային առ այսօր էլ այս կամ այն չափով ենթարկելի է, հա, այսինքն պատվիրատուները այդ գործընթացների կամ բրիտանա-թուրքական թուրան ստեղծող շահառուներից մեկ կոնկրետ Բրիտանիան է։ Եվ դրա համար Իրանը Ռուսաստանին կտրելով իհարկե միջանկյալ երկու պետություն կա Հայաստանը եւ Վրաստանը, հա, բայց սահմանը կտրում են։ Դա համար է Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությունը պարբերաբար դրան դեմ փոշ իհարկե կարմիր գիծ է, որտեղ հրաշալի հասկանում է իր արժեքը կտրուկ բարձրանում է, եթե BRICS սկսեց որպես վերպետական կառույց աշխատել։ Ինչու որտեղ Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը այլևս արդեն պետական մակարդակը ընդունված է դեպի արևելք է գնալու եւ ոչ թե դեպի Եվրոպա։ Իսկ արևելք իր համար հանգուցային պետությունը դեպի Հնդկաստան, դեպի Հեռավոր Արևելք, դեպի արաբական երկրներ, Պարսից ծոցի երկրներ, դեպի Աֆրիկա հանգուցային մեկ պետություն կա։ Դա Իրանի Իսլամական Հանրապետությունը, հյուսիս-հարավի ամենակարևոր պետությունը։ Ուստի Ռուսաստանի շատ բնական է, շատ նորմալ է, որպեսզի ինքը Իրան հետ ունենա ճանապարհ։ Ես չեմ բացառում, թե Հայաստանում նորմալ իշխանություններ լինի եւ աշխարհում որոշակի ժամանակ հետո խաղաղություն էսպես կանա, ապա Ռուսաստանը Իրան հետ ունենա միջանցք։ Այդ միջանցքը ոչ միայն տնտեսական, միջանցք անցնի Վրաստանով եւ Հայաստանով, ոչ միայն տնտեսական, դա առաջնորդին ռազմական կոմպոնենտ կլինի, որտեվ եթե Իրանի նկատմամբ ինչ որ պետություններ, ինչ որ ժամանակ այն այդ շահերից ելնելով կամ ուղղորդվելով փորձել ռազմական գործողություն, ապա Ռուսաստանի թիվ 1 դաշնակից հետ արմով ռազմավարական դաշնակից Իրանը պետք է իր հետ ունենա ցամաքային սահման, ուղղակի առանց ստուգման, առանց բանի։ Ես որքան ես եմ տիրապետում տեղեկատվությանը, Վրաստանի ներկա իշխանությունները, որ բավականին պրագմատիկ եւ իրենց պետության շահերը սպասարկող իշխանություններ են, սա առաջին հերթին դա Բիձինա Իվանիշվիլու գործոնն է, Վրաստանը սկզբունքորեն դեմ չի այդ միջանցքի ոչ թե ճանապարհի, հա ճանապարհ ասենք վերին Լարսով կա, բայց եթե մեզ համար է շատ կարևոր, պատկերացնում եք մենք միանգամից այսպես ասենք մեր տնտեսության կտրուկ թռիչք ունենան դեպի Ռուսաստան, իսկ Ռուսաստանով արդեն ամբողջ երկիրը նոր որակի մեջ է մտնում։ Հիմա այդ նոր որակի մեջ մտնելու գործընթացին խանգարում է այս բան Բրիտանիան իր երկու կարևոր գործիքներից մեկը Թուրքիան, մյուսը Ադրբեջանը, որոնց ղեկավարները այո այս կամ այն չափ փորձում են ինքնուրույն քաղաքականություն վարել, բայց մենք չմոռանանք, որ BP բրիտանական է, որը Ադրբեջանի հիմնական նավթ արդյունահանողն է, 600 տնտեսվարող սուբյեկտներ բրիտանական այսօր եղանակ են ստեղծում Ադրբեջանում, չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն ունի բազաներ Ինջլիկում միջակային մարտագլխիկնով հրթիռների Թուրքիայում, այնպես որ որքան էլ որ այդ երկրների ղեկավարները փորձեն այս կամ այն ձևով ինքնուրույնություն հանդես բերել, միևնույն է իրենց վրա լրջագույն լծակներ կան, հա։ Եթե Հայաստանը այդ օրակարգից դուրս է գալիս, այսինքն մենք դառնում ենք Ռուսաստան-Իրան առանցքի կարևորագույն մի օղակը, ես կարծում եմ Հայաստանը որակապես եւ շատ կարճ ժամանակում իրավիճակի փոխվում, այդ թվում նաեւ մեր ժողովրդի սոցիալական ուրեմն կենսամակարդակի հետ կապված, այդ թվում նաեւ տնտեսության կտրուկ աճի, այդ թվում նաեւ արդարության հաստատման, այդ թվում նաեւ ազգային ավանդական հոգեվոր արժեքների ամրակայման, որը գլոբալիստների կարևոր խոցելի թիրախներից էր, հա։ Եվ մեր հարևան Իրան հետ լրջագույն հարաբերությունները, որտեղ Իրան լուրջ պոտենցիալ ունի, իսկ մենք եւս Իրանով ենք, չէ՞, դուրս գալու դեպի Հնդկաստան, դեպի արաբական երկրներ, դեպի Աֆրիկա, Իրանն էլ է մեզ համար կենսական լրջագույն ուրեմն տնտեսության համար զարգացման ճանապարհ դառնալու եւ ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, որը որ օրվա իշխանությունները իբր իրենք են փորձում։ Դες բան չկա, Փաշինյանը ինքը որից է բանը չի էլ փորձում։ Իրեն հանձնարարականներ տալիս են, ես գնահատում եմ այսպես եւ ամենայն ավականությամբ գնահատական իրողության շատ մոտ է։ Իրականում Հայաստանը օկուպացված տարածք է, օկուպացիայի տարբեր ձևեր կան, այո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի, որի ներկայացուցիչները Հայաստանի կոլաբորանտ կառավարությունն է։ Իսկ կոլաբորանտ կառավարության դեմ քաղաքական պայքար ուրեմն մղել այն ստանդարտ մեթոդաբանության գործիքակազմում, որը դասական առումով հայտնի է եւ փորձ արվում ընդդիմությունը իրականացնել, դա արդյունավետ չի։ Մեր երկրում դիլնի ազգային ազգագրական պայքար առաջին հերթին ոչ թե Փաշինյանից ազատվելու, նույնիսկ եմ ասում ինքը կամակատարն է Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Եթե սրա մասին ես 2-3 տարի առաջ ասում եմ, շատերը թերահավատորեն են, չէ՞, նաեւ հիմա կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը բացահայտորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հանձնարարականներ են, չէ՞, կատարում։ Ուրեմն կոլաբորանտ կառավարություն է։ Մեր ազգային ազգագրական պայքարը իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ է լինելու եւ իր գործիք Փաշինյանը ուղղակի շշի մեջի խցան նման ուղղակի պիտի այդտեղից դուրս թռնացնի։
Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Կհանդիպենք։